Մի քանի հարցում եմ ժամանակ հովցասրություն եմ իջնում։ Իրանահայերի հետ կապված ինչ տեղեկություններ ունեք եւ արդյոք կա որոշակի թվային տվյալ, թե որքան իրանահայ է այս ընթացքում եկել Հայաստան։ Որևէ տվյալ կոնկրետ չունենք, քանիսն են եկել, բայց կարող ենք որևէ արտառոց հոսք, այսինքն մարդկային հոսք իրանահայերի դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածների հետ, չունենք։ Այսինքն որպես այդպիսին հայերի փախուստ կամ չգիտեմ ոնց ձևակերպեմ դա շարժ դեպի Հայաստան չկա, այո։ Այս պահին իհարկե անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգուշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում եւ այդ հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։ Իսկ վիրավորներ կամ զոհեր ունեք հայերի շուրջ։ Խոսք կար, որ թեթև վիրավորներ կային 2 հոգի, բայց կրկին տեղեկությունները այնքան իրանահայերի թեթև վիրավորներ կային, բայց շատ դժվար է այդ ամենը հաստատելը, հաճախ ասում են, այդ որ երբ որ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնում ենք, փորձում ենք հաստատել, պարզվում է որ կամ չի եղել, կամ այնքան աննշան է եղել, որ Երկուսը հաստատված է։ Չէ, հաստատված չի։ Հիշում եք այդ ընդվզումների քաղաքական շարժման ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, թե քանի զոհված հայեր կային եւ այլն, բայց վերջում պարզվեց փաստորեն այդ ուռճացված թվերը մերամ ասած իրականության չեն պատասխանում։ Պարոն Սինանյան, քանի որ դուք հաշվետվություն եք ներկայացնում ձեր ոլորտի հետ կապված, մի այսպիսի հարց, քանի որ վերջին շրջանում մենք հասկացանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ դուք նաև պետական կառույցի ներկայացուցիչ եք, որ արդեն հրահանգ կա, որ Արցախի հետ կապված որևէ թեմա չպետք է արծարծել, որովհետև դա կարող է հրահրել պատերազմ եւ դա արտաքին քաղաքականությանը համահունչ չի։ Արդյոք Սփյուռքին տրվել է այդ մեսիջը, արդյոք սփյուռքահայերին տրվել է կառույցների նկատի ունեմ, որ այլևս Արցախի հետ կապված ցույցեր, թեմաներ չարծարծել, որևէ ձևով Արցախի մասին չանդրադառնանք դրսում։ Իհարկե ես կարող եմ պատասխանել միայն նրա մասին, որքանով ես եմ տեղեկացված, ոչ չի տրվել, նման ցուցում չի եղել որևէ մակարդակով, որևէ կառույցի, որևէ անհատի Սփյուռքում, ավելին ասեմ, որ նման ցուցում չի տրվել նույնիսկ մեզ, օրինակ ինձ նման ցուցում չի եկել վարչապետից եւ վարչապետը իմ անմիջական ղեկավարն է, հետեւաբար միայն կարող եմ ասել, որ ոչ։ Այսինքն դուք Արցախի շարժման հետ կապված որ հայտարարություններ անեք, չեք շեղվի։ Ես գիտեմ, թե ինչ հայտարարություններ կանեմ եւ ինչ հայտարարությունները համահունչ են մեր այսօրվա արտաքին քաղաքականությանը եւ այդ սահմաններում գիտեմ ինչպես մնալ, բայց որևէ ուղղություն, որ ինչպես դուք ինչպես ձևակերպեցիք, չի եղել։ Պարոն Սինանյան, տեղեկությունները, որ Գերմանիայից 2 ինքնաթիռ է եկել արտաքսված հայերով, ճիշտ են իրականության համապատասխանում են։ Տեղյակ չեմ, որովհետեւ դա միգրացիոն ծառայության խնդիրն է, սրանք սա Սփյուռքի խնդիր չէ, տեսեք, ի սկզբանե եթե մարդկանց արտաքսել են, նշանակում այդ մարդիկ ոնց որ Սփյուռք չեն, այդ մարդիկ անօրինականորեն են դեռ գտնվել, այդ նույն խնդիրը Միացյալ Նահանգների հետ կա եւ պարբերաբար Միացյալ Նահանգները արտաքսում են մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանը, որը հայտնի դարձավ 3 լինելու է Հայաստան Դաշնքի վարչապետի տեխնացուն, ասում է միջև այս իշխանությանը Փաշինյանին չհեռացնեմ, չեմ հանգստանալու եւ իշխանության գալու դեպքում դուք բոլորդ պատասխան եք տալու այն ինչ արել եք Հայաստանի հետ, Արցախի հետ կապված, ինչպես կմեկնաբանեք։ Դեք միակ պատճառը, որ նա նման հայտարարություններ է անում, նա է, որ ինքը պատասխան չի տվել իր արածների համար եւ որի համար ես շատ ցավում եմ, որտեղ պատասխան տված լիներ, տենց բաներ չէր ասի։ Ինչ պետք է պատասխան տալ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը աշխարհում աղքատ ամենահետամնաց երկրի վերածելու համար, նրա համար, որ ինքը հարստացավ, իսկ երկիրը դարձավ թշվառների երկիր, անպաշտպանունակ այդ ամենի համար, այն ամենի համար, որ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ 20 թվականի, 23 թվականի, այդ ամենի համար։ Իհարկե, բայց ոչ միայն նա, բոլորը հերթով մեղավոր են, բոլորը իրենց դերն են խաղացել, որ պետություն կայացնելու, դուք գիտեք ինչ եմ ասում, պետություն կայացնելու գործընթացը ձախողել են, իրենք ձախողել են։
94 թվականի բացարձակ այսօր վերջին տարիների ընթացքում վերջապես պետությունը կայանում է, այսինքն սկսում են կայանալ համակարգեր, առանց որի պետություն չկա, պետության ֆասադ կա։ Մի բան, որը կար մինչև 18 թվական։ Բազապես խոսքը մեր մեջ պարոն Սինանյան, արդեն 8 տարի է, ոչ Քոչարյանն է իշխանության, ոչ նախկինները, դուք եք իշխանության, էլի, բայց ասում եք, որ Քոչարյանն է մեղավոր։ Մենք ենք եւ Դուք եք պատասխան։ Հասկացա, եւ այո, այս 8 տարիների ընթացքում պետական բյուջեն մոտ երապատկվել է, պետությունը վերջապես սկսել է նոր ասեցի, սկսել է ձևավորել համակարգեր, կառույցներ, համակարգեր, առանց որի պետություն չի լինում։ Այդ ընթացքում այսօր են օկուպացվել։ դե հիմա նոր Արեգ ջան, նորից վերադառնանք, ես ասեցի, եթե դու չես զարգացնում տնտեսությունը, հերթո, եթե դու չես զարգացնում տնտեսությունը, եթե դու ունենց ես ավիրում երկիրը, որ մարդիկ միլիոնից ավել մարդ հեռանում է երկրից, եթե դու զրկվում ես արդյունաբերական ամբողջ բազայից, եթե կրթական համակարգը իջնում է պլինդուզից ավելի ցածր, եթե դու չես ստեղծում համապատասխան սպայական կազմ, եթե քո բանակը լինում է վատ հանդերձավորված, վատ զինված, վատ կրթված, ինչի մասն է խոսքը։ Այսինքն դուք ոնց եք պատկերացնում, որ իշխանություն է գալիս նոր մարդ ու մի տարի հետո կարողանում է փրկել ամբողջ վիճակը։ Ինչի՞ ստացվել։